Ողջույն, ես Դավիթ Շեկոյանն եմ, սա հայ եմ փնտրում ծրագիրն է եւ այսօր մեր հաղորդման հյուրն է սիրված տաղանդավոր դերասան Գրիգորի Հակոբյանը։ Մինչ ես գնամ դիմավորեմ մեր հյուրին, խնդրում եմ ինձ աջակցելու համար հենց հիմա բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ սեղմեք լայքի կոճակը։ Դե ինչ գնացինք։ Բարի լույս ախպեր ջան, հարգարներս։ Ոնց ես դա։ Փառք Աստծո։ Խաշի ենք եկել։ Հա, առավոտ անձրև։ Հայ եմ փնտրում հաղորդումից հետո խաշ ենք ուտելու։ Angels Care Dental-ում ձեր կատարյալ ժպիտը միայն մեր աշխատանքը չէ, դա մեր առաքելությունն է։ Hollywood կամ North Hollywood, ընտրեք Angels Care Dental-ի ձեզ ամենամոտ մասնաճյուղը։ Գրանցումների համար 323 366 2900 կամ 818 766 005 Ուշադրություն, Հոլիվուդում Hugo Shipping-ը առաջարկում է բացառիկ զեղչ։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Այո, ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Օդանավով 1 փաունդը 2.99, միայն $2.99։ Դրամի փոխանցում, առաքում տուն ընդամենը 2%, ճիշտ լսեցիք, առաքում տուն 2%։ Hugo Shipping։ Բարի լույս Գրիգորի ջան, բարի լույս։ շնորհակալ եմ ախպեր ջան, հայում փնտրում ծրագրին քո մասնակցության համար, շատ ուրախ եմ քեզ նորից տեսնել եղբայր ջան։ Ես եմ ուրախ, ես էլ եմ ուրախ որ քեզ տեսամ։ Ախպեր ջան, շնորհակալ եմ, այսօր եղանակային պայմանները մի քիչ Դրի պիտի խաշ տայի։ խաշի հետ ցենք կամ թեյով ցենք։ Մենք մի օր կանենք։ Հաստատ, բայց քանի որ մենք սուրճ ենք սիրում առավոտյուն, դրա համար սուրճ կխմենք։ Մեն էլ արտոյից մայրիկ փախլավա։ Այո, այո։ Փորձ ես ընթացքում, եթե։ Ես փորձել եմ, բայց միանշանակ առավոտը սուրճի հետ։ Շատ լավ է։ Միած sense հարց ունեմ, որ բոլորին տալիս եմ, տեսած կլինես, լսած կլինես հաստատ, որ եկար հարցեցին, Գրիգորի ջան, սիրեցիր Ամերիկան, սկզբի շրջանում, առաջին օրը էլ։ Գիտես, այդ հարցը, որ այդ սիրեցիր Ամերիկան, մի քիչ, գիտես, ինչ շատ գլոբալ հարց է, էլի։ Բաներ կա, որ մինչև այսօր սիրում եմ, բաներ կա, մինչև այսօր չեմ էլ սիրի։ Ինչ որ հարցրել են կներես, ես ինձ թվացել է, թե հումորով են հարցնում, էլի։ Սիրեցիր, որտեվ առաջ օրն ես եկել, դժվար ինչ-որ բան տեսած ես։ Սիրեցիր։ Հավնեցար մեր Ամերիկան։ Ես հումորով եմ տենց հասկանում, դրա համար եմ հարցը հումորով եմ շատ տալիս էլ։ Ամերիկայում ապրելու հարցին մի քիչ ուրիշ ձև եմ նայում, կյանքի մի էտապ էլ մարդը կարող որոշի, որ այստեղ ապրի։ Ինչի որ մենք լքել ենք մեր երկիրը ու եկել ենք Հայաստան, Ամերիկա։ Դա այտենց մարդու տեսակ կա, որ իրանց համար մի օր էլ բացակայես, սաղ կյանքդ սահման պահես, կներեք էլի, ես ուղղակի սենց ոնց որ տեղ եկավ պետք է ասեմ էլ, սահման պահես, 50 տարի ավտոմատով կանգնես սահմանի բերան, մի օր Հայաստանից դուրս գաս Ամերիկա, ասես լավ ուզում եմ դու դավաճան ես, դու հայրենասեր չես, դու հայ չես ու կարաս էլ չխոսես։ Այդտեն դա տեսակներ է, մարդել կա երկրորդ օրը սկսում է արդեն հայերենը մոռանալ, հայերեն չօգտագործել, լուրջ դեմքի արտահայտությամբ կարա դեմքիդ նայի ու սկսի անգլերեն խոսալ։ Իբր չի հասկանում, որ հայ ես։ Դավիթ ջան, ցավոք այդ մի հատ վատ ժամանակաշրջանում ենք մենք ապրում, որ այսօր համացանցով ով ինչ ուզում ասում է, ով ինչ ուզում անում է եւ ոչ նկատողություն անողը կա, ոչ դատապարտողը կա։ Ցավոք դες բաստողի վիճակ է, բայց կարծում եմ մի օր կգա, որ կուղղի եւ ամեն մարդ իր գործով կզբաղվի։ Հուսանք Աստված առաջ։ Վերջը սիրեցիր Ամերիկան։ Սիրեց Գրիգորին Ամերիկան։ Շատ լավ։ Ցավը տանեմ, սենց մի հատ հետաքրքիր բան, որ ես քեզ վաղուց եմ ճանաչում, շատ շուտվանից տենց ոնց որ ասում եմ, իրար գիտենք, սենց, բայց իրար հետ շատ չենք շփվել։ Ես քեզ որ տեսա առաջին անգամ ստեղ, ես չհավատացի, որ դու ես, որտեվ շատ ես փոխվել, թե իմիջով, թե տենց տեսքով, չէ։ Ամերիկայում մազերս թափեց։ Չնայած Երևանում էլ արդեն սկսել է, բայց որ ասում լավ Գրիշոն, հա, չէ՞, քեզ Գրիշոյի բոլորը ճանաչում Գրիշո, բայց հետո արդեն ամենում արդեն Գրիգորի տենց լուրջ գործով է զբաղվում գործունեությամբ, հեսա խոսանք ինչի մասին ենք խոսալու, այդ լուրջ գործունեությունը, որ ստեղ անում ես։ Հայաստանում թատերական ինստիտուտ սովորել,
կարգին հաղորդումներում նկարը հանվել։ Մի Հայաստանում, փոքր հələ պատմի ինչերի մեջով ես անցել։ Հայաստանում բնականաբար ավարտել եմ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, բայց մինչեւ ավարտել առաջի կուրսից Հակոբ Ղազանչյանից հրավեր ստանալով իմ շատ հարազատ մարդուց առաջի կուրսից աշխատել եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, մինչ Ամերիկա մեկնելս։ Հա։ 13 տարի։ Իսկ այդ ընթացքում Այդ ընթացքում աշխատել եմ բազմաթիվ նախագծերում, կոմերցիոն ներկայացումներում, Նարեկ Դուրյանի թատերախմբում եմ աշխատել որպես հրավիրված դերասան եւ բնականաբար առաջնահերթ իմ թատրոններ, ֆիլմեր, հաղորդումներ, գովազդներ։ Հա, հա։ Ես ինչն եմ հիշում, որ ասում էինք բանը Պաչիկ քիմիկար, չէ՞, գովազդը հայտնի որ դրա։ Մի օրում, որ ասում եմ, մի օրում աստղ են դառնում, մի օրում այդ գովազդը որ գնաց, դա ինքը շատ ճանաչված գովազդ է։ Մի օրում տենց մյուս օրը դուրս եկա բեմ եւ բեմում կանգնած ժողովրդական արտիստներին շատ հարազատ մարդիկ, Արմեն Սանթրոսյան, չեն թողում հանդիս խոսք ասի դերասանը, Պաչիկի տղեն, Պաչիկի տղեն։ Հետաքրքիր է, չէ՞ որ ամբողջ կյանքը շատ այն ժամանակ դա 2003 թիվն էր, ոչ շատ համացանց կար, ոչ շատ TV-ով գովազդներ կար խաղարկային, ժամանակ Հայաստանում հիշում եմ, որ 2003 թվականին նկարվեցինք Zion ինտերնետ ակումբի ռեկլամ նկարեցինք առաջի անգամ Թումանյանի վրա ինտերնետ էին բերել, որ այդ ինտերնետ ակումբում կարող էիր գնալ եւ ինտերնետից օգտվել։ Մենք էլ ենք մեծացել։ Հա մենք շատ հին ենք։ Շատ լուրջ է, որ հիմիկված սերունդը չի հասկանում, որ ասում ենք մենք տեսել ենք խոսք են գնում, ասում ենք տոնածառը դնում էինք տելևիզորի վրա։ Տելևիզորի վրա ենք տոնածառը, զարմացած նայում են դեմքիդ ոնց տոնածառը, ոնց տելևիզորի վրա, հեռուստացույցի վրա, ասենց ասեմ, բայց այն ժամանակ հեռուստացույց չէր, այն ժամանակ իրոք տելևիզոր էր, էլի։ Ծանր պինդ։ Սա ասում եմ մեծ, այս ուրիշ բաներ կար այր վրա։ Հա, կառակուսի բաներ, որ լիքը հիմա TV-ն չէ, էլի, բարակ որ անհարմար է, հիմա չես կարա մոմակալ բան դնել։ Ոչ մի բան չես կարա դնել։ Մենակ փոշի կարա դնի վերին, ուրիշ բան չի կարա դնել։ Չեմ պատկերացնում, այս որ հեռախոս չենք տեսել, ինտերնետը մի խոսքով շատ բաներ ենք տեսել։ Մի անգամ մեր շատ լավ ընկերոջ, որ համ իմ ընկերն է, համ քո ընկերն է, իմ ընկեր Արամի մասին է խոսքը, Արամի հետ պայմանավորվեցինք Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, որ պետքա գնայինք, չգիտեմ, տեղ գնայինք։ Տենց 2 ժամ ես սպասեցի եւ Արամը չեկավ, որովհետեւ հեռախոս չկար, ես չէի կարում կապ հաստատեի հետ։ Բայց այն ժամանակ ինչն էր հետաքրքիր, որ թեկուզ չունեինք հեռախոս, բայց գիտենք մեր ընկերները որտեղ են ու որտեղ են ժամանց անցկացնում։ Ու գնում էինք այնտեղ հենց գտնում էինք, հետո հենց հեռախոսները սկսեց, էլ չէին կարող իրար գտնեինք։ Ես կարոտել եմ այդ ժամանակները, Դավիթ։ Իհարկե։ Անկեղծություն կար, մաքրություն կար։ Ավելի կարծում եմ ավելի լիքը բան ճիշտ է, լավ է որ մենք աշխարհը ընդհանրապես առաջ է գնում, չգիտեմ, զարգանում է, ինչ-որ տեխնիկապես ինչ-որ բաներ է հնարավոր անել բան, բայց ինչ-որ մի կարևոր բան կորել է։ Իմ համար մի հետաքրքիր բան կա, որ ես սիրում եմ նոր տարին ամանորը, չեմ կարծում տենց մի հայ մարդ որ սիրի, բայց ամեն դեպքում ես ամանորը իմ համար ամանոր չի առանց ձյան։ Չէ, հիշում ես որ մի տարի որ լինում էր ձուն չէր գալի, ասում ենք ավելի շոկ է, շոկին ոնց որ նոր տարի չլինի։ Դու ես կարոտում տենց քո այդ մոտիվացիան Երևանյան այդ ձմեռը, այդ շունչը, այդ նոր տարվա, ինքը նոր տարին ընդհանրապես իմ ամենասիրած տոներից մեկն է, որովհետև, չգիտեմ, sense նոր սպասում է, էլի արդեն դրա համար։ Ու մենք դա ես նոր տարուն միշտ ամեն տարի, երբ որ մի 2 տարի դադար ենք տվել, նոր տարուն առիթից օգտվելով ասեմ, ես նոր տարուն, երբ որ 2014 թվականին տեղափոխվեցի Ամերիկա, ես ամեն նոր տարուն մենք երեխաների համար ներկայացումներ ենք ստեղ արել։ Հիմա խոսելու ենք դրանից, հələ համբերի դուք նես լավ գործ եք անում, որ դրա մասին են, որ չխոսալը շատ վատ բան կլինի։ Շնորհակալ եմ։ Ինչի համար եմ ասում, Գրիգոր ջան, որ ընդհանրապես նոր տարվան, այստեղ կան շրջաններ, որտեղ ձյուն կա, եւ կարող ես գնալ եւ այլն, բայց
տես ինչ շրջանի մեջով ենք անցել, չէ, որ ձյունը գալիս էր տրանսպորտ չկար ոտով, մարդիկ Երևանից գնում էին Մալաթիա։ Ժամով էին թողում դուրս, որ հետո այդ գուլպաները, այդ շալվարը բերեն, մի հատ չորացնեն, տականար, չորանար։ Մենք էլ անհամբեր չորացավ, մամա չորացավ, կարա նորից ինչ բանի մեջով ենք, չէ, անցել ինչ դժվարությամբ գնում էին այդ սնունդը նոր տարվա համար խնձոր կամ չգիտեմ ինչ որ առևտուր էին անում գալիս Կարել բանը մանդարինը նախորդ որ առնում էին, թղթի մեջ փաթաթում էին։ Ինչերի մեջով են շլոփ, այն որ ձյունը գալիս էր, հետո ջուր, շլոփ, ահա որ, բայց այն որ գալիս է ժամանակ, որ դա էլ էս կարոտում ես, այո։ Շատ, ես կուզեի հիմա օրինակ տենց լներ, այդ ժամանակահատվածը։ Հետո որ ասում ենք, որ կարոտում ենք, մարդկանց համար մի քիչ խորհրդավ, քանի որ իրանք ապրում են Հայաստանում, շատ տենց ու մի քիչ իրանք մատերիալանքով են նայում ամեն ինչ, դե կարոտում ես էլ արի, սենց են ինչ որ արտահայտություն։ Գալու ենք, հենց չի որ մնալու ենք ստեղ, բայց ամեն դեպքում ժամանակաշրջանը, որ ոչ մեկ չգիտի վաղ ինքը որտեղա լինել։ Այնպես եւ ընդհանրապես մարդը ազատ է, ոչ մեկ մարդը ուր ուզի կարող է գնալ, այս աշխարհը ստեղծված է բոլորի համար, այո, բոլորի համար։ Շատ լավ։ Եղբայր, արի սենց մի հարց տամ քեզ, մի փոքր ընտանիքիդ հետ վերաբերար։ Դու գիտեմ այդ գործունեությունը, որ սկսել ես, մենակ չես։ Ես շատ չեմ սիրում մեր անձնականից խոսել։ Չէ, ես չեմ ուզում անձնականից։ Ուղղակի որ մենակ չես այս գործի մեջ, դրա համար 14 թվականին, երբ որ ես տեղափոխվեցի ու որոշեցի, որ պետք է ստեղծեմ Glendale Theatre Group-ը, շատ ընկերներ կային, որոնք մեր հետ Երևանում ճանապարհ էին անցել, թատրոնի խաղացանկեր պահած մարդիկ էին, թատրոնում անցած մարդիկ էին, ես ստեղծեցի Glendale Theatre Group-ը, հետո Գոհարը միացավ ինձ եւ մենք շարունակեցինք մինչեւ COVID-ը ամեն տարի ներկայացումներ էինք անում նոր տարվա։ Ոնց որ համ մեր քաղցն էինք լրացնում, համ ես ուզում էի որ այստեղի երեխաները, չգիտեմ, լավ որակով բան տեսնեն։ Այսինքն ներկայացում տեխնիկային չէ, մենք տեխնիկային չէինք անում, մենք անում էինք մանկական ներկայացումներ։ Տարիներ շարունակ արեցինք նոր տարուն, արձագանքը լավն էր, բայց այստեղ խնդիր կա, էլի որ թատրոն գնալու խնդիր կա հանդիսատեսի հետ, Երևանի պես չի։ Հա։ COVID-ից հետո դադար տվեցինք, այս վերջերս Երևանում էի եւ երեխայից տարել էի տեխնիկային թատրոն, ազգային տեխնիկային թատրոն ու այնտեղ այդ երեխաների այդ էմոցիաներն ու այդ հայացքները իմ երեխայինն էլ տեսնելով ասեցի որ մենք այստեղ ես ամեն ինչ պետք է անեմ որ մենք այստեղ ունենանք տեխնիկային ներկայացումներ որովհետեւ այստեղի երեխաները ոչինչ բանով հետ պետքա չմնան Բացի դրանից էլ են տես մտածում։ Բացի դրանից, դե կամած հասկացող մարդիկ հասկանում են, որ տեխնիկային թատրոնը, տեխնիկային ներկայացումները դա միայն ժամանցի կամ բանի համար չի։ Այո։ Տեխնիկան ընդհանրապես երևակայությունը արտասնում երեխայի մեջ, չգիտեմ, լիքը բաներ կա։ Եվ արդեն 1 տարի է ունենք 5 ներկայացում ունենալու ենք շատ ներկայացումներ։ 5 տեխնիկային ներկայացում։ 5 տեխնիկային ներկայացում ունենք խաղացանկային, որ յուրաքանչյուր ամիս ոնց որ կարող է հանդիսատեսը իր երեխային վերցնի եւ գա տեխնիկային թատրոն, Glendale Theatre Group։ Իսկ տենց օրեր կա, օրինակ ամեն ամսվա 15-ին ես գիտեմ, որ ձեր մոտ ներկայացում կա։ Նայ Դավիթ ջան, 15-ին չի, բայց ոնց որ ամեն ամսվա շաբաթ կիրակի օրերը մենք խաղացանք ունենք, օրինակ հիմա նոյեմբերին խաղում ենք, նոյեմբերի 22-ին խաղում ենք, 2 ներկայացում, առավոտը ժամը 1-ին ուրիշ ներկայացում ենք խաղում, ժամը 4-ին ուրիշ ներկայացում ենք խաղում, նոր տարուն ունենք, հետո գնա փետրվար ամսվա խաղացանքը։ Կարևորը որ մարդիկ իմանան, որ այստեղ գործում է պրոֆեսիոնալ տեխնիկային թատրոն։ Հասցեն։ Փասադենայում է դեռ ներկայացումները, Փասադենա AGB-ի փոքր դահլիճում է ներկայացումները։ Ինքը սահմանափակ տեղով է, տեխնիկային ֆորմատը պահելով 150 տեղ է։ Մեծիկների եւ փոքրիկների համար, չէ՞։ General admission-ը տոմսերը շատ հասանելի են գումարային բանով, շատ էժան են։ Այնպես ենք արել, որ
յուրաքանչյուր ծնող իրեն կարողանա թույլ տա եւ գա ներկայացում նայի իր երեխայի հետ եւ մեծ բավականություն ստանա։ Արձագանքը լավն է, մենք արդեն չեմ հիշում, արդեն քանակը չեմ կարող ասել, արդեն բավականին շատ խաղացել ենք։ 1 տարի է արդեն մենք խաղում ենք 5 ներկայացում, Շունն ու կատուն, Գնդելիկ Բոքոնիկը, Կարմիր գլխարկը, հիմա շուտով պատրաստում ենք դեկտեմբեր ամսի համար Արջի ամանորը։ Եվ ամենակարևորը, որ զբաղված են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք իրանց գործի վարպետն են, բացի որ իրանց գործի վարպետն են, ինձ շատ հարազատ ընկերներն են, որոնց շատ սիրում եմ եւ անում ենք հնարավորինս ամեն ինչ լինի իդեալական։ Վստահ եմ։ Իսկ դալիճը լեփլեցուն դալիճները լեփլեցուն են լինում, մեր ներկայացումները միշտ sold out են լինում։ Եվ դրա համար շնորհակալ եմ մեր հանդիսատեսին, շնորհակալ եմ գնահատող մարդկանց, ովքեր հասկանում են իրենց երեխային ուր են բերում։ Իսկ ովքեր չգիտեն, թող իմանան ու գան։ Այո։ Որովհետև միշտ չի որ ճիշտ բան են կարողանում մատուցել կամ ծնողը կամ հանդիսատեսը իմանում է ուր է գնում։ Ես շատ շնորհակալ եմ մեր հանդիսատեսից, որոնք գիտեն ուր են բերում իրենց երեխային եւ իրենց երեխան ինչա տանելու տուն կամ հետագայում ինչա հիշելու ու պատմելու։ Այսինքն հիմա համ դու որպես դերասան ես։ Չէ, ես զբաղված չեմ տեխնիկայինում, ես ավելի շատ ադմինիստրատիվ, պրոդյուսերական գործեր եմ։ Տնօրեն։ Կուլիսների հետևում։ Այո, ամենադժվար թատրոնում մարդիկ կան, առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն եմ։ Թատրոնում մարդիկ կան, որոնք չեն երևում բեմում, բայց իրանք ահռելի մեծ աշխատանք են։ Իմ լավ ընկեր աղասը Մելքոնյան տեխնիկային թատրոնի, ազգային տեխնիկային թատրոնի դավանդավոր դերասան, որը ինձ շատ օգնում է տեխնիկների հարցով, Նարեկը Քեշիշյան բեմանկարիչ, Արգինան Հարությունյան, բոլորը զբաղված են թատրոնի մարդիկ եւ թատրոնի, այսպես ասեմ քեզ, Դավիթ ջան, ոնց որ ինքը մենք շենք չունենք, բայց ինքը թատրոնի բոլոր օրենքները պահելով մի ամբողջ խումբ աշխատում ես ամեն ինչի վրա։ Բրավո։ Չէ, իրոք նայ, այստեղ շատ մարդիկ կան, ովքեր գալիս են, թեկուզ լինելով դերասան կամ, չգիտեմ, ուրիշ երգիչ, սկսում են առաջին հերթին է, որ ամեն ինչ անել գումար աշխատել։ Նորմալ է, հասկանում ես, որովհետև հա, այս են երկիրն է, որտեղ կարող ես գումար աշխատել։ Հիմա բոլորը դերասան են դառնում, Դավիթ ջան, նորմալ է։ Հա, բայց բացի այն, որ գումար աշխատելուց, նաև անում ես նես գործ, որ հայրենանվեր գործ։ Հայրենասիրությունից ելնելով Ես շատ ծանր եմ տարել 2015 թվականին Նարեկ Դուրյանին ես հյուրախաղերով բերեցի այստեղ զրուցում էինք Նարեկ Դուրյանի հետ փողոցում քայլելով ասեց Գրիշ գիտես ինչն եմ ծանր տանում որ մի քանի տարի հետո այստեղ երեխեքը հայերեն չեն խոսալու ասեցի Նարեկ անի ինչ ես ասում ես ինչ ես ասում ասեց հա հավատա ինձ ու ես գնալով այդ տենդենսը զգացի, որ կա այդ վտանգը։ Ու իմ համար շատ կարևոր է, որ այստեղի երեխաները հայերենը չմոռանան, բեմից հայերեն խոսք լսեն, իմանան մեր հեքիաթները, իմանան ընկերությունը ինչ է, իմանան բարությունը ինչ է։ Նո հեքիաթները ինքը իրանով շատ դաստիարակչական Բացի դրանից թատրոնը մի հատ ավել կրթական օջախ։ Ես խելագարվում եմ թատրոնի համար իրականում չգիտեմ Շատ նորին մեծություն թատրոն։ Այո, շատ լավն է, շատ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Հա, փորձում ենք այնպես անենք եւ անելու ենք, ունենալու ենք շատ մեծ խաղացանք։ Շատ լավ։ Նայ, շատ հումորով մարդկանց հետ ես շփվել, Մկրտիչ Արզումանյանի, Հայկոյի, չէ, կարգի մարդկանց հետ։ Վստահ եմ պատմություններ կհիշես, որ մանավանդ ջահել ժամանակ, երբ որ թատրոնների հետ կապված հետաքրքիր դեպքեր մի քիչ թատրոնների կուլիսային արկածները մի քիչ ասում TV համար չի, բայց չէ, հետո էլ բան կա, չէ, որ հումորեն մարդիկ շատ չեն հասկանա այդ հումորը, շատ հյուրախաղերից մեծերի հետ կապված շատ հիշողություններ կա։ Ես շատ եմ մեծերի հետ ընկերություն արել եւ միջև այսօր էլ մեծերի հետ եմ ընկերություն անում։
մասնագիտական։ Շատ հումորային պատմություններ կան, օրինակ դու գիտես, այդ մեր թատրոնում չի եղել, բայց կարամ պատմեմ։ Դու գիտես, որ դրամատիկ թատրոնը, որ հյուրախաղերի է գնացել, որ մի դերասան է ասել են այն վաղ ժամանակին, որ գնում էին հյուրախաղերի, ամեն մեկը մի բան տանում էր ծախում, չէ՞ վաճառում։ Ասել են բա ուր են գնում, Ռումինիա են գնում, ասել են բա ինչ եք տանում, ասել են գանտել ենք տանում։ Դերասանները ոնց որ մի դերասանի վրա հումոր են ասել գանտել ենք տանում, այնտեղ լավ թանկ է, բա։ Մյուս օրը այս մարդը այրոպորտը գանտելներով այ մարդ ուր ես տանում եղած դե։ Սաղ տանեն վաճառան, ես չվաճառեմ, այ մարդ հումոր են արել, բան դրայնանում է։ Հիմա բայց շարունակում են դերասանները, էլի։ Այդ թատրոնում այդ համով բանը, այդ կոլորիտը միշտ եղել է։ Այդ պագրանիշի աղջիկան ասում են, որ գա մոտիկանա դեկլարացիան լրացնելուց, ասա բախի գանտել չեք տանում, էլի սաղ տանում են, դուք ինչ եք։ Նմանատիպ թատրոնում դե շատ է, հումորները շատ է։ Դավիթ ջան, այս րոպեին տենց շատ չեմ հիշում, բայց շատ տենց։ Նա ընթացքում հիշեցի, ես ասացի գանտելներ շատ են եղել։ Հա, հիշեցի, որ բարի պետականներ կարծեմ, որ գնում են դրել են տանում վաճառելու, ասում են դրելներով պարուն ենք, էլի։ Դրա համար ենք տանում։ Չէ, դե կարգին նկատի ունեմ, որ կարգինի մեջ նկարվել ես դե արդեն գիտես, արդեն երևի 10-20-ից ավել։ Այդքանը դժվարանում եմ հիշեմ, բայց ֆենոմենալ հիշողություն ունեմ։ Ես օրինակ միջև իմ խաղացած դերերը հիշում եմ թատրոն։ Հա, նկատում ես տեքստերը։ Հա, խաղացել եմ շատ։ Հետաքրքիր։ Բայց տենց պատմությունների ընթացքում կհիշեմ, երևի կպատմեմ։ Խնդիր չկա։ Հիմա ասես մի հարց քեզ։ Նա ընթացքում թատերականից հետո ասեցի որ արդեն նկարվել ես, խաղացել ես թատրոնում եւ այլն եւ այլն։ Իսկ ով ա եղել այն դերասանը, որ սենց միշտ մտածել ես որ երբևիցե մի օր կտեսնես իրան հետը կնկարվես կամ կխաղաս ու այդ պատահել է քո կյանքում։ Չէ, ես չեմ տենց կենտրոնացել, շատ սիրված դերասաններ ունեմ, որոնց հետ կուզենայի խաղալ, բայց ստացվի։ Հա։ Բայց տենց հատուկ ինչ որ մեկը չկա որ այ ես երազում եմ իր հետ խաղալ։ Երազանքները ասում անverջ են, որ Ամերիկա եկա, մի քիչ Ամերիկայում ուրիշ ձև ենք նայում, ասում ենք, հեսա կարող ենք մտնել Հոլիվուդ, հեսա սենց ես մտնել եմ ախպեր։ Սենց կանենք, նենց կանենք, բայց դե գիտես մերը չի, մենք լրիվ ուրիշ մտածելակերպի, դու պետքա տենց մտածես, դու կարող է լավ անգլերեն իմանաս, բայց դու պետքա մտածես, իսկ դերասանը պետքա մտածող լինի։ Թե բեմում, թե ֆիլմում, թե նկարահանման հրապարակում։ Մենակ այդ տեքստ ասելով չի։ Չէ, համաձայն եմ։ Հոգեվիճակը այդ բանը, իսկ իրանք մի քիչ ուրիշ մտածելակերպ ունեն մենք չենք իրանց հետ նույն հարթության վրա չենք, թե մտածելակերպով, թե Իսկ Հոլիվուդից կա տես մի դերասան, որ սենց ուզում եմ տեսնեմ ու տեսել ես կամ հələ դեռ չես հանդիպել ու կհանդիպես վստահ։ Ես աշխատանքի բերումով շատ դերասանների եմ հանդիպում, բայց կուզեի Ալ Պաչինոին շատ եմ սիրում։ Իսկ ում ես հանդիպել են ամենա թոփերից էլի սենց ասած։ Վերջերս մեքենայից մեջ էր 10 ժամ, Will Smith-ին էի տանում։ Will Smith-ը 10 ժամ մեքենայի մեջ։ Հա, իրան Գրեմին, ես էի ուղեկցում ոնց որ իմ մեքենայով։ Շատ դերասաններ եմ տալ, հիմա անունները շփվում էի հետ ընդհանրապես, հա, շփվեցինք, ճիշտ ասում էին ինքը բարդ տղա է, բան, ինչ-որ պրոբլեմատիկ բան, բայց հարմարացրեցի, ինքը սկսեց զրույցի բռնվել։ Ասեցի ես էլ պրոֆեսիոնալ դերասան եմ, բան, ինքը ուրախացավ, բան, դու աշխարհի ամենալավ մասնագիտությունը ունես, բան, սենց ոնց որ գովեստի խոսքեր իրար ասեցինք, ու տենց բաժանվեցինք, այդքանը։ Հրաշալի է, կարելի է տեսնել, ես էլ Հոլիվուդում եմ, տենց բայց չեմ հանդիպում, այդ կոմի վրա չեն գալիս էլի, իսկ մեր հայ մեծերից են որ վստահ որ չես խաղացել հետը, բայց կուզեի չէ, դե ուզենալը կարող է եւ вообще հնարավորությունը չլիներ, բայց
միշտ փոքր ժամանակից խենթացել եմ Հրաչյա Ներսիսյանի խաղի վրա ֆիլմերից։ Եվ կարծում եմ հենց այդ փոքր տարիքից այդ սերն է եղել, որովհետև մայրս շատ էր ինձ տանում թատրոններ, ֆիլմեր է շատ դնում, որ ես նայում եմ։ Դες ազդեցությունը կա էլի։ Դրա համար պետք է փոքրուց են որ մեր տանը իմ մասնագիտության մասին խոսք էլ չի եղել, ուրիշ որևիցե։ Ես փոքր ժամանակվանից, եմ որ ասպա փոքր ժամանակվանից ասում էին մի հատ ծիծաղաց է, մի հատ տնազա, հա։ Տենց ոնց որ թատերական խմբակներ եմ գնացել փոքր տարիքից ու ես խենթանում եմ այդ մասնագիտության համար։ Ես դաժե հիմա որ այս տեխնիկայինով զբաղվում ենք, ես եթե բեմում ենք, աշխատում ենք, թեկուզ ես դեկորացիա եմ սրքում կամ ես վազում, դա իմ համար կյանք է տալի, կամ ես որ այդ երեխեքի հայացքներ եմ, դա ինձ կյանք է տալի։ Ու ես շարունակում իմ գործը անել։ Իսկ ես ուզում մեծացնես ավելի շատ տենց արդեն ավելի լուրջ ներկայացումներ մեծերի համար Դե անում ենք, այս վերջերս մեր ընկեր գնելը կազմակերպեց, արեցինք այստեղ 40 օր համբանալուց առաջ։ Անում ենք, ուղղակի նայեք, զբաղվածությունը մարդկանց այստեղ այնքան շատ է եւ հնարավոր չի, որով այստեղ խաղացանք պահել մեծերի եւ այդ ամեն ինչը այստեղ ամիսով կարողա չարչարվես, բայց այդ ներկայացումը մի անգամ կամ երկու անգամ խաղաս ու այդ ներկայացումը սենց տանես, ծալես, միտեղ տնես։ Նա ես գիտեմ որ տեխնիկները, տեխնիկային թատրոնի Հայաստանից է։ Այո, Հայաստանում է պատրաստվում, պրոֆեսիոնալ Աղաստ Մելքոնյան օգնում այդ հարցում։ Ամեն ինչում է Հայաստանի հետ կապը կա էլի։ Այո, Հայաստանի աֆիշաների առումով։ Այո, մարքեթինգը իմ ընկեր Հայկենք են անում, թատրոնի այսօրվա լեզվով ասեմ SMM-ը։ Հա, ամեն ինչ Երևանի հետ կապված է եւ այստեղ էլ Փառք Աստծո ունեմ պրոֆեսիոնալ դերասաններ, որոնք Հայաստանում թատրոնների խաղացանկեր են ուսներին դրած տարել։ Անում ենք, Դավիթ ջան, փորձելու ենք, անենք եւ շարունակական է լինելու այս ամեն ինչը արդեն շարունակական։ Աստված առաջ թող։ Մենակ մնում է մեր ծնողները հասկանան եւ իրանց երեխաներին բերեն որակյալ ներկայացում։ Չէ, վստահ որ բերողները օրինակ բերում են։ Ես ինչ հիշեցի, կներես 2012 թվականն էր, որ կրկեսը քանդեցին, իմ մեծ աղջիկս արդեն 4 տարեկան էր կամ 5 տարեկան էր, մեկ անգամ կամ երկու անգամ տարել ենք կրկես, ոնց որ ասում ենք ցիրկը մեր, 13 թվականին մյուս աղջիկս ծնվեց, ասում էի լավ է, այս կրկեսը նոր կսարքեն, երեխան 2-3 տարեկան արդեն կլինի, կտանեմ կրկեսը կնայի ներկայացումները ու ինչպես գիտեք արդեն, ինչպես պարզ դարձավ արդեն, աղջիկս արդեն 14 տարեկան։ Դուք եկաք ստեղ նոր կրկեսը բաց։ Չէ, հենց վառ չի բացվել, թե չէ։ Ես չգիտեմ։ Դե ես ինչքանով տեղյակ եմ, մի քանի ներկայացումներ եղա։ Արդեն եղել է, մենք 2 տարի արդեն ստեղ ենք, տենց բան դա այն ժամանակ չէր բացել, որ մենք եկանք։ Դες ցիրկից խոսեցինք, ուզում եմ Սոս Պետրոսյանին ոնց որ հիշել։ Այո։ Սոս Պետրոսյանը իմ դասախոսներից է եղել։ Մենք ինստիտուտում ասում էինք օրիգինալ ժանր եւ շատ իմ լավ շատ բարեկամն է։ Սոս Պետրոսյանի հետ եմ կոմերցիոն ցիրկի ներկայացում արել ժամանակին, երբ որ Երևանում էինք ապրում։ Ինչ եմ արել։ Հա։ Ինչ եմ։ Իմ ընկեր Կորյուն Մայլի հետ եւ Սոս Պետրոսյանի հետ ներկայացում կար։ Այս Սոս Պետրոսյանը նվիրյալներից է, որ իր աշխատանքին նվիրյալներից է, որը երբեք չի հապաղում ու մենակ գնում առաջ, որովհետև ես գիտեմ, որ նա ցիրկով ապրում։ Looking to elevate your private event or party to extraordinary heights? Look no further than David, with David's soulful renditions of Armenian classics, vibrant folk tunes, and infectious popular melodies. Every moment will be infused with joy, nostalgia, and cultural richness.
Don't miss out on the opportunity to make your event truly special. Secure your reservation today by calling 424-466-9101 and let David's music transform your occasion into an unforgettable experience. Book now and get ready to dance, sing, and celebrate in style with David. Նայ մենք մեզ երբ որ մենք փոքր էինք, մեր հայ ֆիլմ կինոստուդիան գործում էր շատ սիրուն ֆիլմեր, արդեն մինչև մենք էլ որ ծնված չենք նույնիսկ լավ ֆիլմեր են նկարահանել, որ մենք արդեն սկսեցինք հասկանալ ֆիլմը ինչ է իրանից ներկայացնում, հա, նայում էինք օրինակ ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ ֆիլմը, մեր մանկության ֆիլմերից, հետո Լեոնիդ Էգիբարյանի Ճանապարհ դեպի Կրկես ֆիլմը, Զոնց հիշողություններով, արդեն սերը դեպի Կրկես, սերը դեպի հայրենիք, մենք լավ բաներ ենք նայել դա։ Հա, ու հիմա շատ բաներ կա, որ պակասում է մեր կյանքում, դրա համար մենք այսօր որ ուզում ենք մի բան նայենք, ասում ենք դա արեք այս ֆիլմը մի հատ նայենք, հետո ցավ եմ ապրում, որ ասում եմ օրինակ ինչ-որ մի դերասանի մասին եմ ուզում պատմել, ասում օրինակ տեսել եք Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ ֆիլմը, դերասան դեղ է խաղում այդ ֆիլմի մեջ։ Չէ, որ ֆիլմ։ Չէ, այսօրվա սերունդը չի։ Արդեն բան է լինում, էլի ոնց կարելի է։ Լավ չի, բայց կարելի։ Դրա համար սկսում ենք մեր արածները մոռանալ, որը որ պետքա կարևորենք, որը մեր մշակույթն է պահում, որը մեր, չգիտեմ, տեսակն է պահում։ Ես մեկնաբանությունից շատ հաճախ են ինձ գրում, ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունները որ կան, հա եմ փնտրում հաղորդման տակ, որ ես դերասանն էլ շատ ենք սիրում ձեզ, շատ ենք ափսոսում, որ լքել եք հայրենիքը, գնացել եք։ Ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը, որ բոլորը, չգիտեմ, Հայաստանում չեն լավ դերասանների մեծամասնությունը գնում են։ Թե ինչի համար են գնում, դա արդեն ուրիշ հարց է մեր հաղորդմանը։ Հա, այդ ամեն մարդ իր կյանքը ինքն է որոշում, Ես չեմ կարող ասել, ով ինչ պատճառով է գալիս, բայց հավատա ամեն տեղ կենցաղը մարդու նույնն է։ Հա, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Չէ, լավ է որ գոնե հիմա այս պահին դու այդ գործունեությամբ ես զբաղվում ու քեզ պետք են պրոֆեսիոնալ դերասաններ, որ ստեղ ապրող հայերին դու կարողանաս Դավիթ ջան, ինձ ճանաչողները այդ կհաստատեն ու կփաստեն, որ եթե ես չեմ կարող ոչ պրոֆեսիոնալ մարդիկ օգտագործել, որոնք պրոստը ասեն, հա մենք էլ ենք ուզում բեմ բարձրանք, ես բեմն այնտեղ է, ես ամեն մարդու բեմ չեմ բարձրացնում։ Դա որովհետև ես որ հիմա նայում եմ մեր կողքը, մեր շրջակա պատում ինչա կատարվում, որ ով ինչ ուզում է ասում է, ով ինչ ուզում է անում է։ Մարդիկ կան, որոնք հիմա բեմ են բարձրանում, բայց ես խոմ գիտեմ, այդ մարդկանց բեմի հետևի դուռը սենց չափալախել է։ Իրանք բեմում իսկի կանգնելու ձևը չգիտեն։ Բայց դե պետք է անեն, իրանք էլ պետք է անեն, իրանք պետք է անեն, որ մարդիկ իմանան վատը որն է, լավը որն է։ Հա, տարբեր են։ Հա։ Հա, հրաշալի է։ Իսկ հիմա մոտ ապագայում ինչ ներկայացում ունենք, որ ասենք մեր ժողովրդին մենք նոյեմբերի 22-ին ժամը 1-ին խաղում ենք Գնդելիկ Բոքոնիկ, ժամը 4-ին խաղում ենք Կարմիր Գլխարկ։ Շաբաթ օր ան գնում նոյեմբերի։ Այո, հաջորդ շաբաթ է։ Այո, կարծեմ արդեն Կարմիր Գլխարկի տոմսեր չկա։ Վայ։ Դեկտեմբերի 20-ին, 21-ին, 27-ին, 28-ին խաղում ենք Արջի ամանորը, երաժշտական, ուսուցողական, ամանորյա, հեքիաթ, ձմեռ պապիկով, տիկնիկային, այո։ Մինչև քանի տարեկան օրինակ երեխաներ կան։ Մինչև 10 տարեկան, մեծերն էլ են նայում, ինքը տիկնիկը Ես կարող եմ գալ։ Կարող ես գալ եւ մեծ բավականություն կստանաս։ Վստահ եմ ես, ոնց կարելի է։ Փորձում եմ Երևանյան տրամադրություն, այսօր հիմա ես Երևան էի գալուց խոսում մեր ընկերների հետ, Երևանում արդեն այդ խաղացանկային այդ նոր տարվա աժոտաժը սկսել է թատրոններ, ուղղակի խանութներում արդեն տոնածառներ, զարդեր, հեռախոսներ։ Մենք սիրում ենք մեր խալացիները։ Շատ հետաքրքիր անակնկալներ են սպասում երեխաներին, ձմեռ պապիկի կողմից նվերներ, թատրոն
գրուպի կողմից նվերներ երեխաներին։ Շատ լավ, ամսի քանիսից 25-ից եք սկսում։ No, 20-ին, 21-ին, 27-ին, 28-ին 21, 27, 28 դեկտեմբեր։ ժամը 1-ին եւ 4-ին։ Մեծ սիրով ես չգիտեմ։ Տոմսերներ կարող են տիկետ-միկետի իմ ընտանիքով գամ։ Մի անգամից իմ երկու աղջիկների հետ, ճիշտ եմ, բայց Առիթից օգտվելով մեր հանդիսատեսին, մեր ծնողներին, ասեմ, որ երեխաներին բերեք թատրոն, հեքիաթներ պարգևեք ձեր երեխաներին։ Ձեզ նույնպես։ Այդ մեր կյանքի լավագույն հատվածներից մեկն է այս դառը իրականության մեջ, այս ասում եմ, հիշեցի մեր լավ դերասան Ռազմիկ Մանսուրյանին, հաղորդումը հենց այս Օսիս ֆուդկորտի այս տաղավարում նկարեցինք, այդ սենտիմենտը որ ասում են, այս գորշ աշխարհում մեզ մի փոքր սենտիմենտ է այդ սենտիմենտալ չենջի, շատ հրաշալի, շատ եմ սիրում այդ հատվածը, հենց պարգևեք, հենց այդ հեքիաթը պարգևեք, կտրվեն այս իրականությունից, հեռախոսներից, չգիտեմ, iPad-ներից մի թոք 1 ժամ նստեն եւ դասական հեքիաթ նայեն, դուք էլ իրենց հետ։ Եվ տեսնեք դերասաններ ինչ քրտնաջան աշխատանք են ինչ պրոֆեսիոնալ աշխատանք են կատարում։ Եղբայր 1 րոպե տրամադրենք մեր հովանավորներին, շնորհակալություն ասենք, քանի որ դու էլ ունես հովանավորներ, առանց իրենց օգնության չի լինի։ Այո։ Ժամանակ շատ չեն նրանք, բայց հուսով ենք ավելանան եւ մենք շնորհակալություն հայտնենք մեր հովանավորներին, հայ եմ փնտրում հաղորդման հովանավորն է Hugo Shipping-ը, որ գտնվում է 5229 Sunset Boulevard, Hugo Shipping-ի օգնությամբ ուղարկեք 1 արկղ նավով Հայաստան, երկրորդ արկղը բացարձակ անվճար։ Իսկ ինքնաթիռով ծանրոց ուղարկելու դեպքում 1 pound-ի արժեքը 2.99 cent, $2.99 cent։ Իսկ գումար ուղարկելու դեպքում արդեն մինչև ձեր հարազատի տուն 2% ձեր ուղարկած գումարի չափով։ Hugo Shipping-ի հեռախոսահամարն է 323 664 0929 սիրելի ընկերներ, ովքեր ունեն արդեն ամանորի հետ կապված sense նվերներ ուղարկելու արդեն իսկ ժամանակն է եւ միանշանակ Hugo Shipping-ի օգնությամբ սիրելի ընկերներ եւ մեր հաղորդման մյուս հովանավորն է Angels Care Dental ատամնաբուժարանը, որը առաջարկում է որ կլինիկա է եւ սիրով կարող եք գնալ եւ բուժել ձեր ատամները, ինչը անում եմ նաեւ ես այս ընթացքում ես գրեթե շաբաթը 3 անգամ այցելում եմ Angels Care Dental, բուժում եմ իմ ատամները, քանի որ այնտեղ աշխատում են պրոֆեսիոնալ ատամնաբուժներ, բարձրակարգ սարքավորումներով եւ հրաշալի սպասարկում սիրելի ընկերներ։ Angels Care Dental-ի հասցեն է, որ գտնվում է Հոլիվուդում 5301 Sunset Boulevard, Unit 4 323 366 2900 զանգահարեք, վերցրեք ժամադրություն եւ շատ արագ ձեզ կկանչեն, եթե ունեք emergency չէ, ասում ստե emergency վստահ ձեզ ավելի շուտ կտան ժամադրություն եւ կբուժեն ձեր ցավացող ատամները։ Եվ Նորթ Հոլիվուդում գտնվող հասցեն 6058 Lankershim Boulevard, հեռախոսահամարը 81 876 0056։ Շնորհակալություն մեր հովանավորներին, Angels Care Dental-ին եւ Hugo Shipping-ին եւ անցնենք առաջ հովանավորների թեմայով շարունակեմ, Իգոր ջան։ Ես չունեմ շատ հովանավորներ, ես իմ աշխատած քրտինքով եմ անում եւ իմ ընկերներն են ինձ շատ օգնում։ Ինձ օգնում է մեր ընկեր Արմեկո Ֆուդը շատ եւ այնց ընկերներ են օգնում, որոնք բիզնես չունեն, ուղղակի զուտ իմանալով որ ես լավ բան եմ անում, իմ կողքին են։ Չէ, միանշանակ, որտեղ ես ընդհանրապես sense եմ պատկերացնում, ես միշտ էլ ասում եմ մեր հովանավորներին կամ այն մարդկանց, ում առաջարկում եմ լինել հայ եմ փնտրում կամ դու գիտես, որ արդեն նոր հաղորդաշար եմ սկսել, որը կոչվում է Հայ կոդը, չեմ խոսել այս առումով մեր այս մյուս հաղորդման շրջանակներում, բայց ամեն դեպքում արդեն YouTube-ում տեղադրված է, շատ մարդիկ ովքեր գիտեն նայեցին, շատ լավ արձագանքներ ստացան։ Բարի ընթացք, շնորհակալ եմ եղբայր ջան, եւ ինչ եմ ասում, որ դուք ոչ միայն գովազդում եք, այսինքն ոչ միայն մեր հաղորդման շրջանակներում մեր հանդիսատեսին, մեր ժողովրդին ասում ենք ձեր մասին, այլ նաեւ դուք ձեր լուման եք ունենում, այսինքն բարեգործության մասով էլ շատ կարևորում եմ, շատ այսօր շատ ուսուցիչներ կան, մանկապարտեզի տնօրեններ կան,
առիթից օգտվելով, եթե կարող եմ, իրենց Իհարկե կարող եմ կարող ես, շնորհակալություն հայտնել Smile Academy-ին կարող եմ շնորհակալություն հայտնել, որոնք միշտ կարևորում են թատրոն, Բերում են իրանց թատրոն բերելու երեխաներին, բրավո, տես։ որովհետև այսպես ասեմ, այդ մանկապարտեզի ժամանցը կամ դաստիարակչական process-ը բավարար չի։ Այդ կինը տենց է կարծում, որ պետքա հաճախակի ինքը իր երեխաների հետ բերի թատրոն երեխաներին, որպեսզի երեխաները տեսնեն պրոֆեսիոնալների կողմից մատուցող հեքիաթ։ Ես գիտեմ, որ մանկապարտեզին ուստեղ կան, իրանք էլ փորձում են իրանց ուժերով խաղացնել, չէ՞ զբաղացնել։ Գիտեք, շատ հիմա Դավիթ ջան, ինչ որ մարդիկ էլ կան, գնում են մեր հեքիաթները ինչ որ 99-ից կամ չգիտեմ Amazon-ից առած տիկնիկով գնում են իմ հեքիաթները մանկապարտեզներում պատմում են։ Հա, անունը չեմ տալի, բայց սկսում են տես բաներ անել, իրենց արածը գրդոնը, կներես ես արտահայտությունը, իրենց արածը գրդոնը։ Հիմա եկեք Վատ երևակայություն են այդ երեխեքի մեջ թողում, որովհետև այդ տիկնիկը տենց մենակ տենց հետևից սենց անելով չի։ Ինչի՞ համար է ասում։ Թող այցելեն, թող գան, թող տոմսերը ձեռք բերեն, իրանց այդ երեխեքին այդ կտրեն, բերեն այդտեղ, թող տեսնեն պրոֆեսիոնալ, հետո երեխաներն էլ պետքա լավ բան տեսնեն, չէ՞ վերջի վերջը։ Այո։ Թող փորձեն։ Ինչ ես ուզում ասեի, նայ, մի փոքր էլի հետ գնանք ինստիտուտում սովորու ժամանակահատվածը, չխոսեցինք, ասեցի, չէ՞ կուրսում ես եղել։ Ես ընդունվել եմ Հակոբ Ղազանչյանի արվեստանոցը։ Հա, մի փոքր Հակոբ Ղազանչյան արվեստանոցը առաջի կուրսում թողեց, ինչ-ինչ պատճառներով, բայց ինձ հրավիրեց թատրոն։ Ինձ հրավիրեց Պատանի հանդիսատեսի թատրոն, իսկ հետո ավարտել եմ ոնց որ մեր կուրսը ղեկավարեց Հրաչյա Աշուրյանը, երջանկահիշատակ, ինձ շատ սիրելի, ավարտել եմ Հրաչյա Աշուրյանի արվեստանոցը։ Բայց աշխատել եմ շատ լավ ռեժիսորների հետ, այդ ինձ երևի բախտ էր վիճակվել, որ առաջի կուրսից թատրոնում եմ աշխատել եմ Զավեն Տատինցյանի հետ, Վիգեն Ստեփանյանի հետ, շատ տաղանդավոր ռեժիսորների հետ եմ աշխատել, որոնք թատերական արվեստում մեծ լումա են ունեցել ու միջև այսօր ունեն։ Ու լավ կադրեր են տվել։ Հա, վստահ եմ ամեն ռեժիսորի հետ աշխատելուց նոր բան է սովորում, նոր էներգիայով իրանց հումորը, իրանց տեսակը, չգիտեմ, շատ շփում է անգամ շարժուզևը ինչ-որ բան է սովորացնում։ Զավեն Տատինցյանը չէր սիրում միջակ մարդկանց։ Երբ որ բեմում մեկը մի սխալ բան էր անում, ասում էր բեմը գիտես քեզ ինչ ապտակ կտակ շպրտի դուրս։ Ասում էր դու չգիտես թատրոնի էթիկան, էսթետիկան։ Դաժան էր, այո, եւ սիրում էր որ թատրոն, ասում էր թատրոնը գույն է, դու պիտի գույներ տաս, դու այդ երեխեքին պիտի գույներ տաս, ասում է։ Դու մեզ մենակ կարմիրը վերցնում ես, շպրտում ես մեր վրա, ասում է։ Այդ կարմիրից վերցրա, կապույտից վերցրա, դեղինից վերցրա։ Բայց չէր ասում որտեղից վերցնի։ Հա չէ։ Դե փոր օգնում էր միանշանակ, բայց ես շատ երջանիկ եմ, որ աշխատել եմ երկար տարիներ Պատանի հանդիսատեսի իմ թատրոնում։ Իսկ Ֆիլմերից հենց առաջի կուրս էի ես կարծեմ Գորգ Կիրակոսյանից, իմ շատ լավ ընկերոջից հրավեր ստացա մեծ պատմություն փոքր քաղաքում։ Հա, ես իմ առաջի ֆիլմն է եղել, դա շատ խշխշ դեր էր տանում չէ։ Իմ առաջի ֆիլմն է եղել, դա մեծ պատմություն փոքր քաղաքում եւ իմ կարծիքով Գորգ Կիրակոսյանը նրա դիպլոմային աշխատանքն էր, նրա առաջի ֆիլմն էր դա, բայց Դավիթը պատմեց իմ կարծիքով Կարոն Կիրակոսյան Կիրակոսյանի հայրը բոլորը այնպես արեցին եւ Գորը այնպես արեց, այնպիսի ֆիլմ նկարեց, որը կարծում եմ մեր կինո արտադրության մեջ երկար տարիներ դեր կմնա։ Հա, չէ, շատ հրաշալի դերասաններ, շատ ստացված ֆիլմ։ Վերջը քանի ախպեր էին։ Փաշայաններով վերջը չէ։ 3 ախպեր էին։ 3 Սարոն էր, Սարոն, Աբոն, 4 ախպեր։ Տղեկ ջան մի հատ ծանոթացեք, ախպերներս են, Աշոտ, Համբիկ ապր, Համբիկ, Աշոտ, Համբիկ ապր, մգո ախպայք, Ռեսով է, ախպերս մեր ընգերն է։ Արես ոնց ես բան եղավ արա,
կգմփստեմ այդ բորգարը սաղին բարի կտամ։ Երաբո, էլի սկսան։ Հետո դե բնականաբար ուրիշ ֆիլմերում էլ եմ նկարահանվել, Նախաճաշ 2-ի համար, Վազիր կնոջդ մոտ, Արտուր Հակոբյանի այո, Վազիր կնոջդ մոտ, այս վերջերս նկարվեցինք Վիլյամ Սարոյան, Բարի մարդիկ, Զորապեկ Գասպարյանցի ֆիլմ։ Ճիշտ է, Արթից հոգտվելով ասեն Զորոն չզբաղվեց այդ ֆիլմով, այդ ֆիլմը ինչ-որ մի անգամ ցուցադրեցինք ստեղ։ Ես տեսել եմ նայեցի ֆիլմը YouTube-ում, հրաշալի ֆիլմ է։ Հատուկ շնորհակալություն Օսիս Food Court-ին մեր նկարահանումներին աջակցելու համար։ Օսիս Food Court-ը գտնվում է 1135 West Glenox Boulevard հասցեում։ Օսիս Food Court-ի կերակրացանկին ծանոթանալու համար այցելեք osisbakery.com ինտերնետային հասցեն սիրելի ընկերներ եւ համեցեք վայելեք համեղ ուտեստներ, թեյ, սուրճ եւ այլն։ Խոսքով շատ հրաշալի։ Ես էլ ուրախացնեմ հիշեցի, մի հատ պատմություն հիշեցի։ Շատ հրաշալի։ Իմ լավ ընկեր, քո մոտ էլ հյուր է եղել, Վարուժան Մանուկյան։ Իմ շատ լավ ընկեր, իմ շատ տաղանդավոր լավ ընկերն է եւ հարազատ։ Տարիներ առաջ մի կաթիլ մեղր հաղորդում կա, շատ ռեյտինգով հաղորդում էր, մենք իրար հետ էինք նկարահանվում բոլորս։ Գնացել էինք Կոբուլետի նկարահանումների եւ այդ կաֆեում բան ես ու Վարուժը մի հատ բան ունենք, էլի բեմական ապտակ ունենք, ոնց որ ես սենց խաղում եմ, ինքը խփում է, ես էլ խաղում եմ բան, ինքը էլ գորգռում է բան։ Ուրեմն կաֆեում վրացիները նստած բան, այդ Կոբուլետիում այդ ափերինը լինում էր, չէ՞, նվագում էին բան, պարում բան։ Մենք խմբով գնացել էինք հերթական երեկոն անցկացնելու այդտեղ։ Ոնց սենց պահեցի, Վարուժը ապտակ էր, ես սկսեցի խաղալ այդ սեղանի վրա, աշդահատ վրացի տղեկ է, սենց խինկալին բան դրած, եկել տղեկ սենց վեր կոց, հա, այս մեկ եկավ ինձ սենց գրկեց, ու սենց գնում են դեպի Վարուժը, մոտիկացան Վարուժին 4 հատ սենց ճանավար տղա, Վարուժը արդեն մոտիկացան Վարուժին ծր, տիպաչիմու մալենկի խաբիջայի, Դե դու փոքր մոքր չէ, ասում եմ, հիմա բոլորը սա խառնվել են օպերատորը, բանը ասում են հումոր են կարում ես, բանը, ոնց որ խաղում են, էլի, առակիլի բիչոկ, եգաշդի տո։ Հետ ինչ էր։ Ասում եմ Վարուժ, հիմա բայց որ հանգարց պահի տակ ասեի իրոք նեղացնում ես, ասում եմ պատկասես, ես 4 աշդահա քեզ ինչ էին արել։ Շատ լավ է, շատ։ Այ, դե ինչ, եղբայր ջան, շնորհակալ եմ ես Քեզ եմ շնորհակալ Դավիթ ջան, լավ անձրևոտ առավոտի համար։ Շատ հաճելի զրույց ունեցանք։ Ուրախ ենք ես տեսա, շնորհակալ եմ, որ հիշեցիր եւ մեր թատրոնից խոսեցինք։ Միշտ ու հուսով եմ, որ ես դեկտեմբերի 21-ին, չէ՞, 20-ին, 21-ին, 27-ին, 28-ին։ Հա, երևի 27-ին, մի քիչ ամանորին մոտ որ գանք հարմար է, մեր թատրոնները միշտ բաց է։ Շնորհակալ եմ, ցավը տանեմ, ուրախ եմ շատ։ Դե ինչ, հաջողություն։ Իմ սիրելի ընկերներ, վստահ եմ ձեզ դուր եկավ մեր հաղորդումը եւ համոզվեցիք, որ մեր հյուրը ամեն տեղ հայ է, ամեն տեղ նույն մարդն է։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, հաջողություն։ Ձեր Դավիթ Շեկոյան։